Սիրելի հետևորդներ, ես էլի խանութներում եմ, ողջույններս մեր օղալիլից, էլի գնումներ արեցի, տանը ցույց կտամ, գործերով էինք դուրս եկեք Արենի հետ, ինքը գնացնում, ես որոշեցի նորից մտնել օղալիլ մի քանի գնումներ անհրաժեշտ անել, ու վերջնական արդեն դասավոր եմ, ճամպրուկս հանել եմ արդեն այսօր, մի խոսքով դեռ խառը վիճակի մեջ եմ, երբ եմ ավարտել։ Վերջում եկեք մտնենք Վայկան իտալական կոսմետիկայի խանութը։ Այստեղ ես էլի եմ եղել ձեզ հետ միասին։ Հիմա մի քիչ ավելի մոտիկից ուսումնասիրենք, որովհետև վերջում եմ մտել, որից հետո գնալու եմ տուն։ Այս պահին ինձ հետաքրքրում է թարտիչների ներք, բայց կարելի է նաև մյուս բաները նայել, մանիկյուրների գները, ինչու՞ չէ նաև շրթներքի մատիտներ, որովհետև վերջին անգամ մուգ վարդագույն շրթներքիս հարմար այդպես էլ մատիտ չգտա, սա կարմիր է փաստորեն, շատ խնամքով էր դասավորված, իտալական ոճով, ինչպես Կիկոն է, եթե եղել եք Կիկոն, դուք էլ կնմանեցնեք, իսկ սա էլ գովազդի փոքրիկ սեղանիկներ, մի խոսքով ճաշակով, տարբեր գներով ամեն ինչ կա, կարող եք այցելել։ Շրջան արդեն տանն եմ, ցույց տամ թե ինչ գնում արեցի եւ այդ իտալական խանութում, որը ասում են մրցակիցն է Կիկոյի հետ, Վայկանը, շատ հետաքրքիր բաներ կային ավելի, 3 գնում անելուց հետո 2 բանը շատ մատչելի գնով էին առաջարկում, ես չգիտեմ, զեղչերի ժամանակ լինում են այլի հարմար զեղչեր, թե չէ, հաճախ չեմ մտել, երբ որ բացվել է, ես ձեզ ցույց եմ տվել, ինչ-որ մի տեսանյութում ցույց տվեցի, որ մեզ մոտ այս խանութը բացվել է։ Ճիշտն ասած, իմ տուշը շանելից դուրս չէր գալիս, շատ աբյոմ չէր տալի, չնայած դե ես միշտ չեմ քսում, բայց դուրս չէր գալի, ինչ բայց անունը նշանակություն չունի, ես ձեզ միշտ եմ ասել, թե կրեմների, թե ամեն ինչի, դա միայն բրենդի անունն է, որ գովերքում են։ Հիմա տուշ ասեց աղջիկս, ասեց ձեզ տուշից ուներ, որ լավ ծավալ է հաղորդում և հիմա ձեզ խոզանակը ցույց կտամ, ովքեր ավելին են հասկանում, կասեն լավ է, վատ է, ես կքսեմ, հիմա երեկո է չեմ քսի, որ պետք է մաքրեմ, և գինն էլ մատչելի էր, 13 հոգանց էր, 14 եվրո, թե 13 հոգանց, մի խոսքով, Իվ Ռոշեի մի հատ շատ լավը կար, որ ես Իվ Ռոշեից է օգտվում, հիմա չկա ես վերջերս նույնը, և նա լավ էր, որ չէիր զգում էլի, աչքերի տալիրյա ծանրություն չէր անում, կփորձեմ կասեմ, մտա Կիկոյից այս շրթներքի մատիտը վերցրեցի, աղջիկս էր համարն ասեք, Նոսիբեից էլ էստեղ բան վերցրեցի, այ դու հողոտ ընգել է տղամարդու ինչ-որ սենց կոմպլեկտ չեմ ուզում ցույց տալ, սա անակնկալ նվեր է, մի խոսքով էդ էլ էդ գնումն արեցի, հիմա էլ ուրեմն միացած ես ասեմ, ցույց տամ և հետո միանամ արդեն Կարենին է, զանգեցի զուգահեռ կխոսենք, կխանգարենք իրար, մի խոսքով սիրելիներս շոքեր են, վաղ ավելի ուժեղ շոք է լինելու, վաղն էլ էդ իմ թոշակի գործերով տիգնամ արդեն եմ, որ ասում այդ բյուրոկրատիզմը իրոք սպանում է, դա փաստ է, և այստեղ մի հետաքրքիր հարց կա առողջապահության հետ կապված վճարելու, եթե վաղը գնամ ճշտեմ, դա էլ արդեն կբարձրաձայնեմ, կիմանաք Ֆրանսիայի ապրողներդ, դե այս պահի համար է այսքանը, առայժմ։ Բարի սիրելի հետևորդներ, երեք դե չկարողացա չէ ձեր հետ խոսեմ, քուկը որ իջեցրել եմ, տեսա որ մեջը այս ձևի առաջվա այս մեծ սպորտային ճամփորդական պայուսակներից ունեմ, նկարեցի 2 հատը, գցեցի վինտետ են մեկն էլ հետո կնկարեմ, արդեն հավեսս փախավ, այս էլ այսպես բռնակները, եթե հիշում եք, այստեղ կանթն է, որ գա այս կողմից միանա, մի խոսքով 3 հատ այսպես ունեմ, չնայած ասեմ, որ այս փոքրը վաղուց փնտրում էի մոռացել, գիտեի թե տարել եմ Հայաստան, այս Հայաստանից եմ բերել,
տակի մասը բացվում է այստեղ ու լավ ինքը մեծ պայուսակ է դառնում։ Ես մեջ ես կոշտ տակի բանը հանել էի, չեմ հիշում, որ ավիաուղին էր, կարծեմ Air France-ն էր, որ պահանջում էին դնել այդ բանի մեջ, դրա համար հանել էի, մեջը լցրել, ինքը արդեն հեշտությամբ ծալվում էր, դրել էի, այս տակի մասն է բացել էի, շատ հարմար էր, մի օր փնտրեցի, չգտա, մտածեցի, որ տարել եմ Հայաստան, հիմա այսպես հարմար պայուսակ է, մի խոսքով, 3 հատ այսպես կա, ափսոս մեր մոտի տոնավաճառի ժամանակ ես Հայաստանում եմ լինում, թե չէ ինչ կար չկար, որոշել էի դնել էլի մեր շենքի մոտ հանեի, տեղավորեի, շատ մատչելի չնչին գներով վաճառեի, ազատվեր, էլի հոգեբանությունը նենց է, որ երևի արդեն ֆրանսիացիներից այգեից մոտ է, որ եթե այդ բանը թափում ես, ինչու թափես, ավելի լավ է, թեկուս մի 2 կոպեկի դիմաց վաճառես, նախ չես կեղտոտում այդ դեն գցելով, չէ, թափելով, պլյուս դա երկրորդ կյանք է ստանում և արդեն նորերը չեն արտադրում, տեսնում են պահանջարկ չկա, դրանով փորձում են բնությունը մաքուր պահեն։ Այս դևիզն է ֆրանսիացիների մոտ, այդ վինտեջի բացումն էլ հենց նպատակը դա էր։ Մի խոսքով, ինչ շատ եք ասում, որ նիհարել եմ, այո, նիհարել եմ, մի պայս ընթացքում լցվեցի, հիմա ես վարժություններ եմ անում, շուտով իմ ժամն է, YouTube-ով միացնում եմ և տեղում քայլելով վարժություններ եմ անում, ավելի շատ քայլում եմ, ընթացքում թևերի, ոտքերի, տարբեր պարային ռիթմի տակ այդպես երաժշտությունով, մի խոսքով այսօր 5-րդ օրն է արդեն, կամ 6-րդ, որ այսպես ամեն օր սկսվում է այդ պարապում գնաց դուք որ տեսանյութն եք, սկսնակների համար 15 րոպեից մինչև շատ, բայց ինձ համար 15 րոպեն քիչ է, դե ես սպորտսմեն աղջիկ եմ, 30 մինիմում անում եմ, 40 այդ չափի է իրա տեսանյութերը, մի խոսքով այնպես ես լինում, որ մի լավ քրտնում ես, քաշ ես գցում, սովորական քո ռիթմով շարժվում ես, դե ես իհարկե արդեն ձեզ ասեցի, որ խմում եմ իմ լյարդի դեղը երեկոյան, ցույց եմ տվել և արդեն մի քիչ սնունդս կարգավորված աղցան եմ պատրաստել, տեսեք ինչ աղցան, եկեք ձեզ մոտիվացնեմ համեղ աղցանի բաղադրատոմս ասեմ, տեսնում եք սպիտակ քունջութ եմ լցրել, նախ տեսքի համար, հետո էլ լավ համ է հաղորդում, կարմիր բազուկ, որը եփած է, և թունաձուկը պահածոյացված, մի լավ տրորել եմ, ավելացրել եմ մանր կտրատած սող, կարմիր բազուկ, կանաչ աղցան, այդպես սալաթի, ոնց որ մարոլի նման կա, ավելացրել եմ աղ, սև պղպեղ և թթվասեր, սխտոր չեմ ավելացրել։ Բազուկ էի անցած անգամ գնել, հիմա դրանք էլ այսօր խաշեցի, այդ աղցանը պատրաստեցի, իսկ նրանք դնեմ սառնարան և արդեն ընթացքում և անմահական բոշ, երեկոյան անմահական բոշ եմ պատրաստել, դե արդեն տեսա, որ Կարենը հեռախոսով խոսում է, ես տեսանյութեր չեմ կարող անել, որոշեցի ճաշեր, համով բաներ պատրաստել։ Սառնանից անել դրել եմ տաքանալու, բայց միշտ տաքանալը ձեզ ցույց եմ տալիս, կարմիր բազուկը ինչ ձևով եմ նաև կտրում ճաշի մեջ լցնում։ Մեր տատիկները այդպես միշտ կտրել են, չէ, հետո սկսեցին քերելը, մի քիչ քերել եմ, բայց նաև ավելացրել եմ կտրատած բազուկ, որը ավելի շատ է կարմրացնում բորշը, հատկապես կարմիր գույն սիրողների համար սա հիանալի տարբերակ է։ Փորձեք և ինքներդ կհամոզվեք, դե տեսեք ինչքան ախորժելի բորշ եմ ստացել։ Մի խոսքով այդպես արեցի, այսօր էլ անպայման տիրամիսու եմ պատրաստելու, չգիտեմ առանձին տեսանյութ կանեմ թե չէ, մի հատ շատ լավ աղցան ունեմ, այսօր, եթե այսօր, այսինքն չորեքշաբթի օրը ամսի 12 օգոստոսի, եթե չհասցնեմ մոնտաժեմ այս տեսանյութը, ուրեմն այդ համեղ աղցանը դուք կնայեք, Թրենդային աղցան եմ պատրաստել, դե գիտեք, որ մեկը պատրաստում է բոլոր սոցիալական հարթակներում նմանատիպ աղցաններ են ամեն մեկը պատրաստում իր տարբերակով։ Ես պատրաստել եմ այստեղի եղած լոբու
տարբերակով, դուք կարող եք տափակ լոբիով էլ պատրաստել, եւ ասեմ, որ ձեզ շատ ախորժելի է, թե ինչպես եմ պատրաստել, տեսանյութը իմ ալիքում է, կարող եք նայել, իրոք արտակարգ տարբերվող իսկական հենց այս սեզոնի աղցան է, քանի դեռ կա կանաչ լոբի, թարմ կանաչ լոբով աղցան, կորեական ձևով պատրաստված գազարով, դիտեք տեսանյութը, պատրաստեք, գրեք մեկնաբանություններում, հավանեցիք թե ոչ, ես ասում եմ, որ արտակարգ էր։ Վաղը նոր ես մի տեսանյութը, շամպրուկս արդեն տեղում է, տեսեք էստեղ մի քիչ կարգավորված է, արդեն ջոգած է Կարենինը որն է տարվելու էստեղ, սա արդեն պիտի մի հատ լվանամ նոր դնեմ, իսկ էստեղ էլ ես իմ սիրուն բլուզն է, որ եմ տանել այս գեղեցիկ, իմ կարծիքով գեղեցիկ է, չգիտեմ դուք կմեկնաբանեք, բլուզը շիֆոնից է տակա աստարով, այն Քրիստին լողից եմ գնել, բավականին է թանկ եմ վճարել, և ռեզինով է, չհաշտվեցի, դեղին ուրիշ մայկա էլ էի գնել հին տեսանյութերում, ովքեր մշտապես հետևում են, տեսած կլինեն, որ ռեզինը նեղացրի, փոխեցի, մի խոսքով ազատվեցի, հիմա չեմ ուզում սրանից ազատվել, գեղեցիկ է, ծաղիկները սիրուն, տարբեր գույների, կարելի է ամեն գույնի հետ հատել, բայց որ բարձանում է ռեզինը էստեղ, վերևը փուչիկ է լինում և շատ տգեղ է, նեղվում եմ, էստեղ էլ սիրուն գիծ է և ծալով, այսինքն շատ սիրուն բան է, ինչ որ միտեղ տոնական էլ կլինի, դե շիփոն է, մի խոսքով սա եմ տանելու Հայաստան, ես արդեն այս շալվարը Կարենի ջոկել ենք, թե ինչ պիտի հագնի, որը տանենք էստեղ և արդեն ինձանից այս իմ շագանակագույն շալվարը, որ վրես մեծացել է, միշտ էլ երկար է եղել, բայց որ արդեն վերևից մեծացել է, ավելի է կախվել, ոտերից տակն է ընկնում, հիմա սա կտանեմ և այս փողկերը կկարճացնեմ, տեսնում եք ինչքան գործ է լինում, այս էլ ես, հիմա միացնեմ վարժությունս անեմ, մի օր հարմար կլինի, որ հիմա շատ թափած է, մի քիչ սյունչի կմիացնեմ, մի պահ ես կանեմ, դուք կտեսնեք, ալարեք, շարժումը կյանք է, ինչ որ ասում եմ լսեք, դասատություն անեմ, այսպես ժողովուրդ ջան, և վարժությունս անում եմ, դրանից հետո ցայվում եմ, աղցան եմ ուտելու, ու էլի գնալու եմ իմ թոշակի գործերով, ահագին փաստաթղթեր եմ հավաքել, եկել է, դրանք էլ պիտի լրացրեմ, ինչ-որ բաներ պիտի քսերոքս անեմ, հետո ժամանակ չեմ ունենա, որ հետ գամ, հիմա գնամ այդ գործերը անեմ, ընդմիջումից հետո, և արդեն օրվա հետ ժամանակը թռչում է, արագ ձևով։ Ամենակարևոր բաները չհասցրեցի ասել, ուրեմն մտել եմ Նոսիբե, այդտեղ տղամարդու կոմպլեկտներ կան, ուզում եմ նայել ինչա մեջը, գինը ինչա, բայց գինը չեմ տեսնում, առանց ակնոցների եմ, սենց մոտապես նայեցի չկողմնորոշվեցի, տակերը սովորաբար գրվում եկան վերևները ու տուփերը դրվում եկան առանձին օծանելիքները ու այսպես եմ դե բարեհամբույր են այստեղ շատ արագ մոտենում են բարև ու ես առանց սենց նայելու ասում եմ բանա գինը կասեք սրա մեկ էլ ինքը նայում դե ես սենց արդեն թեքվում եմ իրեն որ տեսնեմ որ նայում իր հեռախոսով դե իրանք ունեն գինը որ նայի իրա պատասխանից մեկ էլ ասում եմ Վուզետ Աղմենյան, այսինքն դուք հայ եք, մեկ էլ ասում հա, էլի ֆրանսերն է պատասխանում, ոյի մեկ է բանը, դե որ ջայլ աղջիկ էր, մտածեցի, որ հայերը երևի չգիտի, ու ֆրանսերեն այդ առաջի շփումը եղավ, մեկ է ասում եմ դուք խոսում եք հայերեն, ասում եմ հա, իհարկե խոսում եմ, ու սենց որ արդեն դեմքին եմ նայում, սենց զգում եմ, որ շատ ծանոթ մարդ է Բայց ասում եմ ձեր դեպքը ինչ շատ ծանոթ, այնքն ես նայում ասում ճիշտ ասած ասում որ գալիս էիք ինքը ինձ տեսել է արդեն որտեղ ես հասկացա որ դուք հայ եք, բայց չէ ձեր դեմքը ծանոթ չի նայում եմ անունը գրած է, անունն էլ այդքան շատ բան չի հուշում, իմ աղջկա անունից է, բայց բան դեմքը սենց բան նայում ասում եմ ու հանկարծ հիշեցի ասում եմ Վայ, ոչ չես հիշում, անցած տարի մենք Երևանում մայրիկիդ հետ սրճարան ենք գնացել միասին,
ու նայում ասում հա ախր ինքան մարդկանց հետ եմ գնացել չեմ հիշում դե ասի լավ համենայն դեպս ես քեզ հիշեցի դու ում աղջիկն ես իմ հետևորդ մտերիմներից էլի հանդիպել ենք Հայաստանում այստեղ էլ ենք հանդիպել եւ ասում եմ կարևորը ես հիշեցի ում աղջիկն ես սիրուն աղջիկ էր չափազանց ուսանող բժշկականում ասովորում այստեղ տեսեք ուսանողները աշխատում են էլի մոտիվացիա եմ ասում Վերջը մեկի որ ցես չի ճանաչում, մեկի ուզում եմ ճանաչում, մեկի ասեցի, դե ես եմ էլի որ վլոգներ եմ անում, մեկի ասում, վայ, հիշեցի։ Վլոգով հիշում են բոլորը, բայց նես չեն հիշում։ Այսքան բան շատ հաճել էր, հետո անդադ շփվեցինք, խոսացինք այդ ընթացքում իջև ընտրեցի, բան արեցի։ Ու տենց ժողովուրդ ջան, ասում եմ, լավ, այլի, հաճելի է, որ մտնում ես, լավ, հայ ես տեսնում։ Չափազանց դաստիարակված աղջիկ, տղա, կապ չունի էլի, շատ ուրիշ ձևով են ավելի զուսպ, լավ, էլի միշտ ասել եմ այստեղի հայերը տարբերվում են Հայաստանի հայերից, չգիտեմ ով ոնց ուզում է հասկանա, երեխեքի առումով եմ ասում։ Մի խոսքով ժողովուրդ ջան, դե ես սպորտս անեմ, հասցնեմ, որովհետև երկուսից հետո Կարենը կգա եւ արդեն հեռուստատեսը իմը չի լինի։ Կհանդիպենք։ Շորջան, այնուամենայնիվ տանից դուրս եկա այստեղ փակ էր, հիմա չգիտեմ հիմնական արդեն արձակուրդ գնացին ինքն ասեց ամսվա կեսից, բայց դեռ կեսը չէ, միգուցե շուտ է, երկու օր փակել են, կամ էլ այսօր ահա որ շոկ է, արդեն են ահա որ շոկերն են սկսվել այսօրվանից, միգուցե դրա համար, որովհետև Կարենանց արդեն հայտարարել էին, որ աշխատողներին արևի տակ չպահեն, հանկարծ մեկը վատանա անմիջապես շտապ օգնություն զանգեն, մի խոսքով էլի Ֆրանսիայում շոկ էր սկսվում, վախ ես լավ հով եկա, ես էլ արագ էլի սպորտ անելով եկա, այս հատվածում ստվերների մեջ քայլեցի, բայց իրոք շոկ է, հիմա ժամը 4:00 է, արագ 15 րոպեում հասա տեղ շունչս կտրվեց, ինչ անեմ, մի հատ փոքր ծանոթներ տանեմ, ուղարկեմ, եթե տեղեք էլ բացել ուզում եք Ռոքսանեի հետ կհասցեն, ստեղ կանեի էլի լիքը բաներ ունեի, գործեր ունեի անելու, եթե հիմա այս գործս չլնի, լավ վաղ առավոտը զանգեմ, եթե փակ լինի հիմնականում, ուրեմն մնալու է հետո էլ օր չեմ ունենում, որ Հայաստանից գալիս եմ այս թոշակից թղթերներ, ամսի 22-ին հանդիպում ունեմ, 21-ին հանդիպում ունեմ, երկուշաբթի օրվանից, շաբաթօրերն իրանք աշխատում են, ուրեմն եթե սեպտեմբերի 10-ին բացը լինի, այդ օրը կգամ, դե լավ գնամ հասցեն պատճենահանեմ, փոքրիկ կոլի է շատ ուղարկեմ։ Սիրելիներս, ինչպես տեսնում եք, տանն ենք, արդեն ճաշել վերջացրել եմ, երեկո է եւ ուզում եմ ձեզ ներկայացնել իմ գնած այս տուշի արդյունավետությունը, որ 2 անգամ եմ ընդամենը քսել եւ տեսեք ինչ լավ արդյունք է։ Կարող եք դուք շատ քսել։ Ես ինքս դժգոհ էի այս շանելի իմ ունեցած թարթիշների ներքից, իսկ ահա այս վայկնը, որքան լյուքս ֆիրմա չի, որն իդեպ իտալական է, տեսանյութի սկզբում ասեցի, տեսեք խոզանակը ինչպիսին է եւ կարող եք դուք ավելի շատ քսել։ Դադարեցրեք թարթիշներ կպցնել աչքերին, ունեցեք այս ֆիրմայի թարթիշների ներքից, կարծում եմ ամեն քաղաքում կլինի, քանի որ այն ստեղծվել է 2009 թվականին Նեապոլում եւ մինչեւ օրս մրցակից է եվրոպական շատ կոսմետիկ ֆիրմաների հետ, այսպես ասեմ, Կիկոյի ասում են թեժ մրցակիցն է, ամեն դեպքում արդյունքը լավն է, ես չէի պատկերացնում, որ թարթիշները այս տեսքը կունենան, պարզապես փորձելու համար քսեցի, իսկ եթե արդեն 2 անգամից ավել քսեմ, պատկերացնում եք ինչ կլինի, այն դեպքում, երբ իմ թարթիշները շատ կարճ են ու նոսր են, ինչևէ խորհուրդ կտամ ունենաք, աչքերը մաքրելու եւ ռոշեից վերցրեցի, որովհետեւ զգայուն աչքերի համար է հենց նախատեսված եւ ես հենց միշտ ընտրում եմ դա, գույնը փոխել էին, նախկինում կանաչ էր,
Ահա, տեսեք, մոտիկից ցույց կտամ, կրեմն էլ ցույց կտամ, բա, ցույց եմ տալիս նաև այս աչքերը մաքրողի հետ իմ արևապաշտպան կրեմը, որը նորից առանձնացրել եմ, պիտի տանեմ հետս Հայաստան, բժիշկների կողմից երաշխավորված լավագույն արևապաշտպան կրեմն է համարվում, և արդեն աչքեր մաքրողը, որը զգայուն աչքերի համար է նախատեսված։ Բարի երեկո սիրելի հետևորդներ, ասեցի չէ որ պատրաստելու եմ տիրամիսու, ես իմ խոսքի տերն եմ, ուրեմն խանութներ են գնացել, տեսանյութը չեմ նկարել, հիսատ մնաց ու այսպես էլ չսպասվեց, ահագին գնումներ արեցինք մթերք ուտելի, հիմա մինչև գնալս ուզում եմ, որ այդ ամենը վերջանա, սառնանա անջատեմ, հիմա ուզում եմ անընդհատ տարբեր բաներ պատրաստեմ այդ գնացս եղածով, տեսնեմ քո չեն ջարդվել այս պեչենիները, այս ինչքան օր է վերև ներքև դնում եմ սառնարանի գլխին, իջեցնում եմ, որ աներեմ ու էլի չի ստացվում, հիմա այսօր որոշեցի, ահա որ շոկ է, ես էլ Hamanները լվացի արդեն, գործերս երեկոյան արեցի, ասորին գիշերները չեմ կարող քնեմ, միջև ժամը 4-ը, նոր 4-ից հետո քնում եմ, դե առավոտն ես դիտված շուտ եմ արդյանում, հատկապես եթե գործ եմ ունենում ու անհանգիստ եմ, հիմա էլ ես գնալու հետ կապված, իմ բնավորությունն է դա, Ժորժ ջան, կարող է մեկը հանգիստ լինի, հիմա ես անհանգիստ մարդ եմ, ինչ եմ անում, միշտ ուրիշ ափսեի մեջ եմ արել, իրաչափի, բայց այսօր որոշեցի այս երկարի մեջ դնել, մի փոքր այսպես անեմ, որ ավելի լավ երևա, ահա, այս ափսեի մեջ, սա վերատի պեչենիներ եմ գնել, իրենք ավելի սենց հարմար է, չեմ թխում, ոչ մի անգամ չեմ թխում, այս պեչենիներով, ովքեր չգիտեմ մի հատ մոտիկից ցույց տամ, այս տիպի պեչենիներ է, հատ թրջելու եմ սուրճի լուծույթի մեջ, այս անգամ մի քիչ մոտ մի ճաշի գտալ օղի եմ լցրել, սովորաբար ռոմ են լցնում, բայց քանի որ մենք ռոմ չունենք, ռոմ չենք խմում, օղիա սովորենք, մի քիչ օղի եմ լցրել, նախորոք կրեմի ամանը դրել էի սառնան, որ սար չի, միքսերի թաթիկները դրել էի, որ սար չի, դե բարձա սերուցքային պանիրն ու սերուցքը միշտ սառնանում է, այդպես սառած լավ արագ արել եմ, վանիլին եմ ավելացրել կրեմին և շաքարի փոշի աչքաչափով քիչ, շատ քաղցր չլինի, դե արդեն օղին էլ թեթևակի դառնություն կտա և կակաոն, մի քանի օր առաջ փոքր մաղ ունեի, դեն գցեցի, բաներ կա, որ ազատում եմ, ասի ձեռքիս հետ մաքրել չպատկերացի, որ տիրամիսու կանեն, հիմա ես մեծով փորձեմ, տեսնեմ, կստացվի կակաոն լցնել, չնայած խնդիր չի, թեթևակի ու կրեմ եմ քսում, որպեսզի լավ հարմար մնա, չշարժվի, մի քիչ այդքանը բավական է, և արդեն, այնքան փխրուր են, որ եթե զգույշ չլինես կարող է նաև ջարդվեն, դրա համար եմ ասում, ահա արդեն լավ լուծվել է, 250 մլի ջրի մեջ ավելացրել եմ 3 ճաշի գթալ սուրճ, արագ, այսպես թրջեցինք, դրեցինք, շատ արագ Ժորժ ջան, ահա, թրջեցինք, դրեցինք, այսպես արագ անում եմ, թրջում դնում, կրեմ անում, կրեմի վրա, կակաո ու այդպես շարունակում եմ, տեղը տեղին կրեմ անենք, հետո դնելու եմ սառնարանը, նոր արդեն վաղը կկտրեմ, պետք է մի լավ ներծծվի, նախավերջին շերտն է, արդեն կակաոն լցրեցի, հիմա այս վերին շերտը կդասավորեմ, կակաոյի հնարն էլ գտա, գտալի մեջ եմ լցրել, սենց թափտալով շատ լավ լցվում, այլ շատ խիտ չի լցվում, վերին շերտն է, հիմա այս կրեմը կքսեմ և արդեն կակաոն, փաստորեն այս երկար ամանի մեջ հենց 60 հատիկներ տեղավորվեց,
Միշտ սրանով կանեմ։ Ժողովրդան։ Լավիվ օգտագործվեց։ Մի բան չավելացավ։ Ես կասկածն էի, որ նույնիսկ սուրճը կարող է պակասի, բայց չէ։ Ինչքան կարողացա հարթացրեցի։ Հիմա արդեն կթարից լցնեմ։ Ձև տամ մի հատ, հենց ժողովուրդ ջան։ Տեսեք ինչքան բարձր ստացվեց, ահագինա։ Այս կողմից էլ ցույց տամ։ Վայ չուտողին։ Լեցի սառնան, ժողովուրդ ջան։ Հիմա լյարդս տեղը խմեմ, կարելի բուտերբրոդը սարքեմ։ Ու տեսնեմ գնում եմ մի անգամից քնում, թե ոչ։ 2 հապից եմ խմում, շատ լավ է, կարթնափուշն է, շատ։ Ես ֆլակոնի մեջ 10 մլի լցրած է, բայց ես 2-ն եմ միասին խառնում, 10 օր եմ խմում։ Ոնց որ ավելի դոզան լավ կլինի, էլի։ Հետո էլ դե 20 օր, որ եթե խմեք չէի հասցնի արդեն, թողնել էլ պետք չէր։ Հիմա այսպիսի բաներ են, ցույց տամ մոտիկից, այս 2 կողմից կոտրում եմ, դե արդեն թափահարեցի, ահա, այս խառն եմ խմեմ, ինձ համը դուր է գալիս, չգիտեմ, ոչ մի համ չկա, պաշը արդեն կտրեցի, այդպես վրան բաներ են դնում, ամեն անգամ տարբեր բաներ, մի օր ձու, մի օր երշիկ, մի օր խոզապոտ, չէ, բանիր փշեմ, լինում է կեչուպ եմ լցնում, նայած էլի որ ախորժակ ինչ է քաշում, թաթեմ, այսօր շատ մանեկ ահամ, քայլելով այդքան սպորտ արել եմ, համ հետ շոքին գնացել եմ, պատկերացնում եք, չէ, ես ինչ բլոճան ես տուն մտեք, լուսամուտը բացա, գնեմ սառնարան, հաջորդ օրն եմ կտրում, ամբողջ գիշեր սառնանում մնալուց հետո, դե տեսեք ինչքան ախորժելի տեսք ունի, շատ համեղ է ստացվում, փորձեք այս տարբերակով և ինքներդ կհամոզվեք, մեկ մոտիվացիա ևս, տեսքն էլ արտաքին շերտի այսպիսին է ստացվել, մի փոքր համեղ կրեմից համ տեսենք, ահա ժողովուրդ ջան, մոտիվացիա, տիրամիսու։ Ու ձեզ տեսություն ասեմ, մոլորված եմ, անկեղծ եմ ասում, որտեղից սկսեմ, ոնց եմ անելու այդքան տեղավորեմ դժվարը սկսելն է, թե չէ շատ արագ կանեմ, որ արդեն ինքս հոգեբանորեն տրամադրվեմ ու արդեն անեմ։ Հիվանդանոց էի գնացել ստուգման երեկ, որ ասեցի, թուղթ էր եկել, որ պիտի մուծեմ, ես ինքս ապահովագրություն ունեմ, զանգեցի այսօր այդ հիվանդանոցը, ֆակտուրացիոն բաժին կա, ինձ գրել էին, եթե դու մուծել ունես, նկարի ուղարկի, այս մեյլով, ուղարկեցի և իրանց ժամանակը քիչ էր, առավոտյան էի միայն աշխատում, ես մինչև արթնացա, արդեն պատրաստվեի չէի հասնի, որոշեցի զանգեմ ու լավ էր, վերցրեցին, շատ բարեհամբույր կին էր, բացատրեցի, ասում մենք չենք, քո մուծել է, այդքանը չի մուծել, հրաժարվել է, ասեմ ոնց կլինի ես եթե մուծել ունեմ, բան է, մուծվել են էլ ասում, մի խոսքով ասեց լավ այդ ֆակտուրացիոնը անուլ եմ անում, այդ որ ուղարկել եմ, հիմա նորից կդիմեմ իրանց, որ իրան փոխհատուցեն հիվանդանոցին, ահա, ամեն ամիս 85 եվրո մուծում եմ ապահովագրության, կարելն էլ, 200-ով 200 եվրո ամեն ամիս մուծում եմ, բայց ամեն ամիս մենք 200 եվրոյի խոտ չենք օգտվում, այսքան բան, այսօրվա օրվեց ես հետ անցկացրեցի, կհանդիպենք հաջորդ տեսանյութում, լավ մնացեք ինձ հետ։